Եվ արդեն ամերիկյան հետախուզության ծառայության գաղտնազրկումը, որ ըստ էության ամերիկացիներն ասում, որ սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է եւ ասում են, որ ամեն դեպքում, եթե հանրաքվե լինի, շատ խնդիրներ են լինելու, այսինքն ակնարկում են, որ այն չի անցնելու։ Ըստ էության ամերիկացիք արդեն արձանագրում են, որ դա Ալիևի պահանջն է եւ Սևով սպիտակի վրա սա այլևս Հայաստանում ընդդիմությունը չի ասում, այսինքն ամբողջ աշխարհը ասում է, որ Ալիևն է պահանջում սահմանադրություն փոխել։ Ես այստեղ մի հատ կարևորագույն բան եմ ուզում ասել։ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Եթե Հայաստանի դիվանագիտական կորպուսը կենտրոնացած լիներ չեզոքացնելու ադրբեջանական պահանջները ու չուզենար հասնել այնտեղ, որ մենք Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխեինք, ուղղակի բանակցային սեղանին պետք է այդ հարցը բարձրաձայներ եւ ասեր, որ երկու կողմերում եթե խնդրահարույց անգամ բաներ կան, այդ պահանջները ուղղակի դեկլարատիվ են, արտահայտված են հռչակագրում, կարող են այդպես էլ մնալ սահմանադրությունում եւ այդպես էլ մնալ որևէ փոփոխություն չկա։ Եթե իրենք տեսնում են խնդրահարույց, նույնչափ խնդրահարույց է նաև Ադրբեջանին ու այդ դեպքում Ադրբեջանն էլ պիտի փոփոխի։ Բայց քանի որ իրենք նպատակ չեն ունեցել չեզոքացնել այդ պահանջը, իրենք չեն բարձրաձայնել այդ հարցը։ Հիմա հասել է այնտեղ, որ Ադրբեջանը որևէ քննարկում չունի սահմանադրություն փոխելու մասին, ու մեզնից պահանջում է սահմանադրություն փոխել, ու դա ֆիքսում է ԱՄՆ հետախուզական ծառայությունը, եւ այո, բնականաբար դա խնդրահարույց է, որտեղ խոշորաշվի 700,000 մարդ շուրջ պիտի գնա եւ այո ասի Ալիևի սահմանադրությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները վերածում է սահմանադրական հանրաքվեի, Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու, ուրեմն մենք պիտի ընդունենք այդ մարտահրավերները ու այո, ասենք, որ հունիսի 7-ի ընտրությունները Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու ընտրություններ են։ Ու ոչ է պետք ասել բնականաբար։